բուրըն զարգացումների հետ միասին այսօր արվեստը իր ուրույն տեղը ունի եւ կասեի ավելի առաջնային է դարել արվեստի թերը 21-րդ դարում, քան երբևէ։ Որտեղ այսօր մնացել է ամեն ինչ կարգավորված աշխարհում, մնացել է միայն արվեստը, որը սահմաններ չի ճանաչում։ Եվ այդ ստեղծագործ մտքի, ազատ մտքի հնարավորությունները օգտագործելը դարել է շատ պրակտիկ միջոց ամբողջ աշխարհում։ Իհարկե զարգացած երկրներում, որը ունի շատ լուրջ նշանակություն, խնդիրների լուծման համար օգտագործվում է արվեստը, արվեստագետների ազատ միտքը, կազմակերպելով սիմպոզիումներ այդ խնդրի շուրջը, կազմակերպելով աշխատանքային խմբեր, workshop-եր, որը նույնիսկ շատ անգամ դժվարություն է առաջացնում նույնիսկ որոշելու ամենալավը, որտեղ այդ խնդրի լուծումը, եթե գիտությունը չի գտնում, արվեստագետները շատ ավելի լավ ու հեշտ գտնում են ու մի քանի լուծում են գտնում, եւ երկրորդը հետո գալիս է գիտությունը, որը վերածում է արդեն դա այդ ազատ միտքը, բերում է գիտության շրջանակներ եւ դրանից հետո բնականաբար բիզնեսը։ Ուղղակի ափսոսանքով պիտի նշեմ, որ մեր այդ հսկա պոտենցիալը, որ ունենք ու շատ լուրջ մագարտակի արվեստագետներ ունենք, չի օգտագործում այնպես ինչպես պետք է, այնպես ինչպես կարող էր պետք գալ, որտեղ այսօր հավատացեք, ես մեր ամբողջ կառույցի գոյության նաև հիմնական պահող ուժն է, այդ արվեստը, որը այսօր ներսը կա։ Եթե հանենք այս նկարները, այս արվեստի գործերը, այս ոգին, որը ստեղծվել է, այստեղ կմնա ուղղակի հիվանդանոցային շենք, նույնիսկ հյուրանոցային շենքի տպավորությունը չի տա, բայց այսօր ինքը ամբողջական կոմպլեքսով հենց այդ արվեստի ստեղծագործ միտքն է մտել ու ոգին է մտել, դրա համար հետաքրքիր կառույց է դարձել մեր Art հոթելը։ Ուղղակի Art Expo մասնակցության խնդիր կար Tiflis Art Caucasus ծրագրին, որը 2004 թվականին էր եւ մենք տեսանք, որ մենք ունենք բավականին լուրջ ցուցադրվելու նյութ, ցուցադրվող արվեստագետներ ու որոշեցինք մասնակցել, բայց մասնակցելու համար պետք էր գալերիա անուն ստեղծել, այն ժամանակ ուղղակի հյուրանոցի պատեր էին։ Եվ այդտեղ ծնվեց հենց գալերի 25-ը, որը հաղթանակի 25 հասցեի մասն է ու մինչև այսօր արդեն գործում է 2 Art Expo-ի մասնակցել, միջազգային շատ ցուցահանդեսներ է կազմակերպել, բայց նպատակ ու դերը հատուկ նպատակ ու դեր չունի, ուղղակի ընդհանուր պահպանելու այն լավը, ստեղծագործը, ազնիվը, ինչ որ այսօր կա, ինչ որ այսօր Գյումրին կրող կետերն են, կետ ցկները, որը աշխարհն է պահում, նույն ձևով ես կասեի, որ իրենք են պահում այս Գյումրի տարածքը ու փորձեր ուղղակի այդ բոլորը ավելի լավ մատուցել, լավ ներկայացնել, ավելի հասկանալի, ոչ մենակ դրսի մարդկանց համար, նաև մեզ ներքին։ Ու հավատացեք, որ որոշ հաջողություն կա, որ օրինակ մեր Ալբերտ Վարդանյանի խաղաղության պուլսար քանդակի մոդելը, որ ընդամենը մոդելն է մեր հյուրանոցի բակում, անտարբեր մարդ չկա անցնող։ Հենց մեր գյումրեցիները, որոնք գալիս են, այցելում են Բերլին կենտրոն, բոլորը ինչ որ բան ուզում են տեղ գտնել, տեսնել, ճիշտ է ներսը բոլորը չէ, որ ազատ կարող են գալ, բայց եթե ցանկություն կա, մենք նաև ուղեկցում ենք որոշակի խմբեր, նույնիսկ ունեցել ենք դպրոցականների այցելություն, բայց փորձ, որպեսզի ցույց տալ այն արվեստի ուժը, արվեստի իսկական տեսակը, ու ես հպարտորեն ասում եմ, որ մենք այսօր Գյումրիում ունենք շատ բարձր արվեստ, շատ հզոր արվեստ, որը աշխարհի որ
ամենազարգացած, ամենաժամանակագից արվեստի երկրներում ցուցադրելուց միայն հպարտության զգացում ես ունենում ու մենք նաև ունենք շատ ժամանակագից արվեստ, շատ լավ մտածողության արվեստ ու հավատացեք ավելի կոնցենտրացված ու ավելի հզոր էներգիա քան որևէ տեղ։ Երևի բնության հետ զուգահեռներ տանենք այդ բնություն, Գյումրի այդ բոլորը միասին լուրջ ազդեցություն է ունեցել երևի ձևավորմանը։ Ցուցադրությունների կազմակերպել մեր Գալերի 25-ը եւ Գյումրի Ռոտարի ակումբի հետ համատեղ Ֆրեզնոյում մեր շատ հարազատ քաղաքում, որը ամենատպավորիչ հայ համայնքն է Ֆրեզնոյում ու հայկական միջավայրը մեր արվեստագետների ցուցադրություններ այնտեղ մոտ 80 գործեր մեր գալերեայի այնտեղ ցուցադրեցինք մի քանի ցուցահանդեսներ, վերնիսաժներ, շատ մեծ հաջողություն ունեցավ ու նպատակը սոցիալական էր, նպատակը մեր արվեստագետները նվիրել էին իրենց գործերը Գյումրու հատուկ կարիքի դպրոցի համար։ Դպրոցի կահավորանքի եւ համատեղ ռոտորի հետ դա դարավ շատ հետաքրքիր ծրագիր, մենք շատ լուրջ ծրագիր ունեցանք։ Բայց Ֆրեզնոն, որը իր ամեն ինչով ուղնուցուծով հայկական արմատներ ու հայկական կոլորիտ ունի, լինելով ամերիկյան ու Կալիֆոռնիայում հայկական, որովհետեւ ամեն լավ բան հայերի ստեղծածն է։ Արտ թանգարանը, ժամանակագից արվեստի թանգարանը հայ ընտանիքի նվեր է, Ռոքսի Մուրադյան ու ամբողջ կոլեկցիայով։ Ֆիլհարմոնիկը ստեղծել են էլի հայ ընտանիք եւ բնականաբար այնտեղ Վիլյամ Սարոյանի անունը բոլոր տեղերն է կամ Վարազի Սասունցի Դավիթը ամենահետաքրքիր քանդակներից մեկն է Ֆրեզնոյի։ Այսինքն այդ հայկական շունչը կա այդտեղ։ Եվ երևի դա էլ է նպաստեց, որ մեր գյումրեցի արվեստագետների գործերը շատ լավ ընդունվեց, շատ հասկանալի այդ սուր եզրերը չվախեցրեց հասարակությանը, որտեվ այդ կողմերում այդ սրությամբ, այդ խորությամբ գործեր ավելի քիչ են, որտեվ մարդը այնտեղ ավելի հանգիստ, հանդարտ, իրենց շատ զարմանալի, բայց պետք է ասեմ, արվեստի ակադեմիաներում ընդունված է այն միտքը, որ պետք է ինքնապատժման ենթարկեն, որպեսզի էմոցիաները ավելի լավ զգան, իսկ մեր մոտ այդ ինքնապատժելու խնդիրը չկա, արդեն միջավայրը ապահովում է այդ բոլորը, բայց բնականաբար դրա կարիքն է չկա, այսինքն այդ ուժը բավարար է։ Արտ Գալերի 25-ը իրենցը մերը ունի 25 ուղագի շենքի համարի պատճառով է Գալերի 25, իսկ իրենցը 25 արվեստագետների գալերիա է հիմնվել, բավականին հին, 74 թվից հիմնվել է ու բավական հետաքրքիր արվեստագետ կա մեր հայրենակիցներից Քերոլ Թիկիջյանը, որի հետ նույնպես շատ պատահական ծանոթացանք ու այս բոլորը արդեն շարունակվում է։ Իրենք 25 ճիշտ է արդեն 27 արվեստագետներ են դարել, բայց գալերիայի անունը պահպանվել է 25։ Անցած տարի մինչև այս տարվա հունվարի կեսերը ունեցանք շատ լավ ցուցադրություն մեր երիտասարդ նկարիչ Հրաչյա Վարդանյանի, որը իր շների եւ աթոռների երկու պրոյեկտով այնտեղ շատ հետաքրքիր ցուցադրություն ունեցավ Գալերի 25-ում ու շատ լավ արձագանքներ ունեցավ Ֆրեզնոյում, թերթերի ու մամուլում նաեւ հեռուստատեսությամբ շատ հետաքրքիր արձագանքներ կան։ Հիմնականում շների թեման էր, որը ճիշտն ասած ավելի շատ Գյումրիի շների թեման էր, Հայաստանի շների թեման էր, շները մեր աչքերով եւ մենք շների աչքերով։ Շատ հետաքրքիր, հավանաբար արդեն Հրաչյա Վարդանյանը ունի նաեւ սենյակ,
որը սենյակում այդ պրոյեկտը, այդ կոնտրաստը, այդ հետաքրքիր մոտեցումը կարելի է տեսնել։ Երևի մենակ այդ խորությունը կարող է Գյումրիի մեջ մարդը զգալ ու այդ հետաքրքիր գործը սերիան ստեղծել։ Շարունակվում է, մենք սպասում ենք այս տարի Գալերի 25-ի Ֆրեզնոյի Գալերի 25-ի ներկայացուցիչներ Գյումրիում, հավանաբար նաև Երևանում նկարիչների միության դահլիճում կցուցադրվեն, ուղղակի վերջնական պայմանավորվածությունները ստեղծվելուց հետո եւ այս բոլորը նաև միջազգային ծրագրերից ունենք փոխանակման ու artist residence ծրագիր Հագայում, Հոլանդիայի Հագա քաղաքում, հենց հիմա մեր երիտասարդ նկարիչներից Կարեն Բարսեղյանը Հագայում է ու շատ հետաքրքիր պրոյեկտի վրա է աշխատում, մնալու է 3 ամիս եւ այդ կատարում է պրոյեկտ Գյումրի Հագա զուգահեռներ, որոշ բաներ իր արդեն ստեղծած գործերից ուղարկել է, շատ մեծ արձագանք կա, շատ լավ ընդունվում է, հավանաբար արդեն ապրիլի մեջ կունենա մեծ ցուցահանդես Հագայում, ու այս բոլորը շարունակական է լինելու, որտեղ մենք էլ հրավիրել ենք անցած տարի Բիենալեի շրջանակներում եւ առանձին 2 հոլանդացի արվեստագետների Լուկաս Լելիֆելդ եւ Ագնես Յուտեն, շատ հայտնի արվեստագետներ են ու հույս ունեմ, որ այդ բոլորը կընդլայնվի, ավելի կշատանա այլ երկրներ, Գերմանիայի հետ ակտիվ կապեր կան, արդեն ունեցել ենք մի քանի ցուցադրություններ, Բաուտուրմ կաֆե ցուցադրությունը, բայց ամենասկզբում Քյոլնում, բայց նաև Քյոլնի հայ համայնքի մշակութային շաբաթների շրջանակներում Գարիկ Մանուկյանը եւ Ալբերտ Վարդանյանը ցուցադրվել են 2 անգամ, հետո վերջերս Եղեռնի 90-ամյակի կապակցությամբ շատ հետաքրքիր ցուցադրություն եղավ Լև Կոպելև ֆորումում, որը Քյոլնի ամենաթանգարանային, ամենաարվեստի խորը տարածքներից մեկն է, պատկերացրեք, որ Կետեկոլվից թանգարանի հարևանությամբ է, հրեական կենտրոն է, ավելի շատ մշակութային, գրական կենտրոն է, որտեղ ունեցավ կորսված լանդշաֆտներ, կորսված տեսիլքներ կամ վիզիոն, տեսիլքներ այդ պրոյեկտը Ալբերտ Վարդանյան, Վահան Թոփչյան, շատ հետաքրքիր պրոյեկտ էր։ Պրոյեկտին մասնակցեցին ամենահզոր հոլոկոստագետ եւ պրոյեկտի բացումը կատարեց Ռալֆ Ջորդանոն, որը այսօր աշխարհում ամենահզոր հոլոկոստագետներից մեկն է եւ լինելով հրեա շատ հետաքրքիր զուգահեռներ տարավ Եղեռնի եւ հոլոկոստի միջև եւ պետք է ասեմ, որ այդ տիպի հզոր ազդեցություն ես չէի պատկերացնում քան արվեստի միջոցով
մենք մեր երկու արվեստագետները շատ ավելի լավ ու հասկանալի ասեցին ու հասկանալի դարձրեցին Եղեռնի մասին, քան երևի թե որևէ քաղաքական խումբ կարող էր դա անել։ Այսինքն այդ ցանկալի կլինի այդ ավելի զարգացնել, ավելի հզորացնել։ Պրոյեկտներ կան նաև Դյուսելդորֆում, ընդհանուր ծրագրեր կան փոխանակման ծրագրերի եւ հայ արվեստագետների ցուցադրման, նաև Ֆրանսիայում, գուցե Բելգիայում, եղել են նաև Բելգիայում մի քանի ցուցադրություններ, բայց փոքր ու ոչ շարունակական։ Ես ուղղակի ներկայացրեցի ավելի շարունակական ծրագրերի մասին։ Պուլսարը դա մի հատուկ ծրագիր էր, որը հավատացեք ուղղակի սիրարվելու պես էր։ Խումբ, որ եկել էր Գերմանիայից, հենց Բոխում քաղաքից, Ալբերտ Վարդանյանի Պուլսարի փոքր մոդելը տեսնելով ինքը ուղղակի այդ սերը միանգամից ստեղծվեց ու ճիշտ է երկար process անցավ, բայց ամբողջ համայնքը շատ սիրելով Ալբերտ Վարդանյանին պատվիրեցին այդ խաղաղության Պուլսար